Այսօր մեր սամազվանից ինքնակոչ վարչապետը հերթական անգամ ելույթ ունենալով եւ ինտերվյու տալով Կիրգիզիայում ինչ է ասում. մենք պետք է մեր հարաբերությունները Եվրոզեսի հետ ավելի ամրապնդենք։ Ոնց խոսքերով Եվրոս չի ուզում Ռուսաստանը չի ուզում քո ապրանքը վաճառի մի պարզ պատճառով, որովհետև ինքը չի ուզում ֆինանսավորի, Եվրոզեսը չի ուզում ֆինանսավորի քո ճանապարհը դեպի Եվրոմիություն։ Չի ուզում ֆինանսավորի, որովհետև Եվրոմիություն մտնելու համար ինչ որ պետքա զարգացման մակարդակ ունենաս։ Այս մարդիկ ասում են, դու եկել ես այդտեղ մեր հաշվին ուզում ես քո էկոնոմիկան զարգացնես, որ գնաս դիմես Եվրոմիություն։ Մենք քեզ չենք ուզում հովանավորենք։ Մենք քո հովանավորը չենք։ Այստեղ բոլորը աշխատում են։ Բացի դրանից, իր ինտերվյուից ես հասկանում եմ մի բան, որ ինքը չգիտի ուր է եկել։ Ինքը եկել է մի խորհրդակցության, որտեղ քննարկում են էկոնոմիկային վերաբերող հարցեր։ Այնքան անգրագետ է, որ չի պատրաստվել գալուց առաջ։ Իրան ժուրնալիստը հարց է տալի Եվրոզեսի եւ Հայաստանի հետ կապված այդ աբառոտները ֆինանսական։ Ինքն ասում է, տեղյակ չեմ։ Հարց են տալի, գնում ես Եվրոմիություն, Հայաստան, Եվրոմիություն, արևտրին վերաբերվող ինչքան է աբառոտը։ Հարցին պատասխան չի կարող տա։ Եկել է Լուկաշենկոից է խոսում։ Ինչ ես խոսում Լուկաշենկոից։ Ինչա մտել ես արդեն Եվրոմիություն Լուկաշենկոյի աչքն ես կողում։ Ու մի թեմա էլ ստեկա։ Բա ինքը մտածել է, որ տրիպի ճանապարհ կոչեցյալը, եթե հանկարծ իրագործվեց։ Այդ տամոժնի կան դեղ, այդ սահմանապահ ուժեր կան այնտեղ։ Ասենք թե դու ոնց որ ասում ես, դիստանցիոննի ասում ես կնայենք, ինչ որ մի հատ էլ մասնավոր կազմակերպություն կբերես, այդ ֆունկցիոնալ պարտականությունները այդ կազմակերպությունը կվերցնի իր վրա։ Հիմա հարց եմ տալի։ Բայց տամոժնի սայուզում դու ոնց ես մնալու։ Ստեղ էլի ես նույն մարդիկ համաձայնվել են։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ այդ ամենը դու չես կարա իրագործես մնալով Եվրոզեսի կամ տամոժնի սայուզի կազմի մեջ։ Ես ճիշտն ասած լսում եմ ու զարմանում եմ մեր ժողովրդի այն մասին, որ այս սուտասար մարդուն հավատում են։ Ինքը չի կարա այստեղ ոչ մի հարաբերություն կազմակերպի եւ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ դզի։ Դա բացառվում է, այստեղ չեն մոռանա Զելենսկու հարթակ տված մեր երկրի ղեկավար սատանան, որ այսօր կաթոլիկոս է դատում։ Չեն կարող մոռանալ այդ հարթակը, որ նա տրամադրել է Զելենսկուն։ Չեն ներելու։ Այս վերջի մի քանի օրը տարբեր պետական եւ քաղաքական գործիչ Ռուսաստանի խոսել են հեռախոսով մեր երկրի համապատասխան ղեկավարների, այսպես իրանք հռչակած ղեկավարների հետ, որոնք այս թափթփուկների թիմից մեկը շնորհավորել է իրենց ստեղի պաշտոնատար անձանց ու չեն էլ շնորհավորելու։ Ես նորից եմ կրկնում, ժողովուրդ, այս մարդուց պետքա շուտապույտ ազատվել։ Նա քաղաքական գործիչ է, նա պետական գործիչ չէ։ Քաղաքական գործիչը ըստ Չերչիլի, ես նորից կրկնում եմ, տարբերում է նրանով, որ մտածում է ոնց անի ժողովրդին խափի, որ նորից ընտրվի։ Ինքը մտածում է իր աթոռի համար։ Իսկ պետական գործիչը չի մտածում իր մասին, մտածում է ապագա սերունդների մասին, մտածում է էկոնոմիկայի մասին, մտածում է պետության մասին, մտածում է իրոք անկախության մասին։ Իսկ սա ինչ որ մեզ ուզում է մատուցի։ Ոնց ասեմ, մի սատանա է եկել է մեր գլխին կանգնե։ Ու հիմի չագուչով դրե թուրով աչ ու ձախ խփում, ասֆալտին է պարկասում։ Ասում եմ, նորից եմ ասում, Մոսկվայում նաբերեժնիով ծերից ծեր 15 կիլոմետրն էլ չոքած մանգա իրան այստեղ չեն ներելու, ինքը շանս չունի։
Մենք պետք է մտածենք մեր սերունդների, մեր երեխեքի, մեր թոռների մասին, որ իրենք մեզ չմեղադրեն սրա արածների համար։ Մենք էլ ենք կրում հավասար պատասխանատվություն։ Ու հերիքա մտածեք, ասեք Եվրոմիություն, բան, չգիտեմ։ Ասма խի ռեֆերենդում անենք, դիմումը կտանք նոր, բայց չհասկացա։ Բա որ ժողովուրդը դեմ է մտնի Եվրոմիություն, դու ինչես է թումելի քո գլխու դիմում տալի Եվրոմիություն մտնել։ Կամ եթե դիմումը տվիր Եվրոմիությունը ընդունեց եւ ասեց հա, ես վստահ եմ, որ դու չես հարցնելու ժողովրդին։ Չնայած ասեմ դες, ականջի հետևը կտենա, Եվրոմիություն չի տենա։